Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության հանձնակատար Կայա Կալասի հետ։ Քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը եւ հումանիտար խնդիրները։ Կողմերը վերահաստատել են խաղաղությանն ուղղված ջանքերի կարեւորությունը։ Միաժամանակ ընդգծվել է առաջիկա այցերի եւ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները շեշտել են Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն օրակարգը առաջ մղելու հարցում ակտիվ ներգրավվածությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Աշխատանքից ազատվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը։ Նույն որոշմամբ ազատվել է նաև ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։ Պաշտոնից հեռացվել են տնտեսական վարչության պետ Գրիգոր Մկրտչյանը եւ ֆինանսա-բյուջետային վարչության պետ Վարդան Պետրոսյանը։ Կադրային այս փոփոխությունները լայն քննարկումների տեղիք են տվել իրավապահ համակարգում։ Մայր Հայաստան խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը հայտարարել է Երևանի ավագանու իր մանդատը վայր դնելու մասին։ Նա նշել է, որ քաղաքային կառավարման համակարգը ներսից ճանաչել է եւ այլևս ասելիք չունի գործող քաղաքապետարանում։ Հակոբյանը քննադատել է իշխանությանը, խոսելով ապօրինի եւ ապիկար կառավարման մասին։ Նա շնորհակալություն է հայտնել խմբակցությանը եւ Անդրանիկ Թևանյանին։ Քաղաքագետը հայտարարել է, որ շարունակելու է քաղաքական պայքարը այլ հարթակներում։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի արտաքին գործերի նախարար Շեյխ Ջարահ Ալ-Սաբահի հետ։ Քննարկվել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։ Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածների առնչությամբ։ Նա շեշտել է խաղաղ եւ շուտապույտ հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը կարճել է գեներալներ Մովսես Հակոբյանից եւ Արմեն Հարությունյանից շուրջ 4.5 միլիարդ դրամ բռնագանձման գործը։ Որոշումը կայացվել է հայցային վաղեմություն կիրառելու հիմունքով։ Դատարանը նախագահել է դատավոր Լիլի Դրմեյանը։ Գլխավոր դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք։ Գործը շարունակում է մնալ իրավական եւ հանրային ուշադրության կենտրոնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ոչ ֆորմալ հանդիպման մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից առաջ։ Նախատեսված է նաև վարչապետների առանձնազրույցը։ Այցը դիտարկվում է որպես հայ-վրացական համագործակցության խորացման կարևոր փուլ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել բանախոսությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Նա խոսել է խաղաղության, ապաշրջափակման եւ խաղաղության խաչմերուկ նախագծի մասին։ Նախագահը կարևորել է տարածաշրջանային կայունության հաստատումը։ Նա անդրադարձել է նաև TRIP նախագծի ռազմավարական նշանակությանը։ Խաչատուրյանը շեշտել է, որ երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ միջավայրում։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մտքեր են փոխանակել քաղաքացիներին աջակցելու քայլերի շուրջ։ Ընդգծվել է խաղաղ կարգավորման կարևորությունը։ Նախարարները կարևորել են Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բարձր մակարդակով անցկացումը։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը քննադատել է իշխանությանը։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանին արվող զիջումները ծանր հետևանքներ կունենան։ Ըստ նրա, իշխանությունը վտանգները ներկայացնում է խեղաթյուրված ձևով։ Աբրահամյանը պնդել է, որ առաջնահերթը կուսակցական շահն է, ոչ թե ազգայինը։ Նրա հայտարարությունը լայն արձագանք է ստացել քաղաքական դաշտում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում հանդես է եկել երաժշտական կատարումով։ Վարչապետը հարվածային գործիքներ է նվագել։ Վերջինս նշել է, որ պատիվ է եղել նվագել վրացի գործընկերների համար։ Քաղաքական այցը ստացել է նաև մշակութային երանգ։